Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Արժե արդյոք ինչ-որ մի բան բացատրել մարդկանց, որոնց բարոյական եւ մտավոր մակարդակը չի բավարարում ձեր ասածը հասկանալու համար, որոնք գուցե ձեզ կծաղրեն, գուցե կգրեն կամ կասեն ինչ ես էշ խոսում, ընդհանրապես չփորձելով հասկանալ, չփորձելով խորանալ ձեր ասածի մեջ։ Բայց եթե հաշվի առնենք միայն այդ արձագանքը, ապա խոսելը ընդհանրապես կորցնում է իր իմաստը։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Լեռան քարոզում Տերն ասում է. ձեր սրբությունները մի տվեք շներին, եւ շաղ մի տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտորորեն իրենց ոտքերով եւ չշրջվեն ու պատառոտեն ձեզ։ Առաջին հայացքից, մանկերեսային հայացքից դա հնչում է մի տեսակ մեծամիտ, կասեի սնոբիստական, եւ դա ասում է նույն Հիսուս, որը չի խորշում սեղան նստել անառակ կանանց եւ մաքսավորների հետ, այսինքն ոչ մեկին ըստ էության չի արհամարում։ Համաձայնեք, այս արտահայտության մեջ բավականին սուր համեմատություններ են արվում։ Երբ մենք որևէ մարդու անվանում ենք շուն կամ խոզ, դժվար թե նրա մասին բարձր կարծիք ունենանք։ Չնայած մյուս կողմից շների հավատարմության մասին մենք խոսում ենք ակնածանքով։ Բայց երբ ասում ենք օրինակ դու ում շունն ես կամ դու քեզ խոզի նման ես պահում, մենք անդրադառնում ենք մարդկանց բացասական հատկանիշներին։ Դա առավել եւս այդպես էր առաջին դարի եւ ոչ միայն առաջին դարի հрьяաների համար։ Հին կտակարանում նույնպես կան խոզի մասին հիշատակումներ, օրինակ Ղևտական գրքում։ Եվ խոզը, որովհետև երկատված սմբակ ունի, բայց որոշ չի անում, ձեզ համար անմաքուր է։ Նրանց միսը չուտեք, նրանց դիակին չդիպչեք, անմաքուր են դրանք ձեզ համար։ Անմաքուր տամ է, չի նշանակում չար կամ ինչ-որ բանում մեղավոր։ Խոսքը ոչ թե բուն կենթանու, այլ դրա ծիսական նշանակության մասին է։ Եվ երբեմն հին կտակարանում խոզը դառնում է նաև հեթանոսական, այսինքն իրենց հրյաների համար մերժելի պաշտամունքի խորհրդանիշ։ Բայց արդյոք շուն եւ խոզ ասելով Հիսուս նկատի ունի կոնկրետ մարդկանց եւ այդպիսով մարդկությունը բաժանում է իր խոսքին արժանիների եւ անարժանների։ Դա կարծում եմ հակասում է ավետարանի ամբողջ բովանդակությունը, դրա ոգուն։ Մանավանդ որ այս խոզերին եւ շներին վերաբերող հորդորից առաջ նա կոչ է անում ուրիշներին չդատել եւ սկզբից տեսնել սեփական աչքի գերանը եւ հետո միայն ուրիշի աչքի շյուղը։ Եվ այս վերջին կոչն էլ իդեպ ամենևին չի նշանակում, որ տեսնելով ենթադրենք մարդու ստորությունը, մենք չպիտի դրա մասին խոսենք։ Երկու դեպքում էլ խոսքը գնում է ոչ թե մարդու բնության, էության, այլ նրա դրսևորումների, վիճակների մասին։ Չդատել մարդուն նշանակում է չպնդել, որ նա բոլոր պարագաներում ի բնե ունի այս կամ այն արատը։ Մի բան է, երբ մենք ասում ենք դու գողացել ես, մեկ այլ բան է, երբ պնդում ենք դու գող ես։ Այդ երկրորդ դեպքում մենք իսկապես դատում ենք։ Ճիշտ նույն ձևով մարդը կարող է խոզություն կամ շնություն անել, բայց երբեք ոչ այդպիսին լինել իր էությամբ։ Այդ կենթանիներին սրբություններ չտալու եւ նրանց առաջ մարգարիտներ չփռելու հորդորը կարծում եմ շատ ավելի պրագմատիկ նշանակություն ունի։ Ոչ բոլոր մարդկանց եւ ոչ միշտ կարելի է ասել ամեն ինչ նույն ձևով։ Եվ դա չի նշանակում, որ կան մարդիկ, որոնք արժանի չեն ձեր խոսքին, պարզապես դեռևս պատրաստ չեն այն լսել։ Հակառակը, պետք է ամեն ինչ անել նրանց պատրաստելու համար։ Խոզեր կան նաև ավետարանի այլ հատվածներում։ Գերգեսացիների երկրում Հիսուս հանդիպում է գերեզմաններից ելած երկու դիվահարի։ Այդ զոմբիները բացարձակապես ուրախ չեն, որ տեսան փրկչին եւ ցանկանում են, որ Հիսուս թողնի հեռանա իրենց երկրից։ Սակայն դևերը, որոնք այդ մարդկանց մեջ են նստած, հասկանում են, որ դա հնարավոր չէ, որ Աստված է ամեն ինչ տնօրինում եւ այդ երկու թշվառները հաստատ փրկվելու են, հաստատ բժշկվելու են։ Դևերը փորձում են, այսպես ասած, իրենց կաշին փրկել։
Նրանք աղաչում են Քրիստոսին, որ երբ դուրս գան մարդկանց միջից, նա Տերը թույլ տա իրենց մտնել խոզերի երամակի մեջ։ Հիսուս թույլ է տալիս, բայց դա դևերին չի փրկում։ Դևերը գնում են, մտնում են խոզերի երամակի մեջ, ընդ որում Մարկոսի ավետարանում նշվում է խոզերի թիվը 2000։ Եվ այդ ամբողջ երամակը զառիթափի լանջին դիմում է դեպի ծով եւ խորտակվում է, սատկում է։ Այսպիսով առաջին դեպքում խոզը, որի առաջ պետք է մարգարիտներ շախտալ, փոխաբերություն է, ակնարկ է այն մարդկանց, որոնք դեռևս չեն հասունացել ինչ որ բան հասկանալու համար։ Երկրորդ դեպքում խոզերը կարծես թե ավելի իրական են եւ այսպես ասած հանդես են գալիս որպես դևերի ժամանակավոր ապաստարան։ Երկու դեպքում էլ իհարկե հաշվի են առնվում մշակութային կանոտացիաները, իմաստային կապերը, խոզը ծիսական առումով անմաքուր է։ Այնուամենայնիվ, ինչու է Հիսուս կործանում անմեղ կենդանիներին, եթե դա, կրկնեմ, ինչ-որ փոխաբերություն չէ, ինչ-որ խորհրդանիշ չէ։ Բարոյական խնդիրը միևնույն է մնում է։ Եկեղեցու հայրերը անդրադառնալով այդ դրվագին սովորաբար նշում են, որ այստեղ ընդգծվում է մարդու արժեքը, ունեցվածքի, տվյալ դեպքում խոզերի երամակի հետ համեմատ։ 11-րդ դարի Աստվածաշնչի մեկնիչ Թեոփիլակտոս Օխրիդացին այդպես է մեկնաբանում այս պատմությունը։ Հիսուս թույլ չի տվել, որ դևերը կործանեն մարդկանց, բայց դևերը նույնիսկ խոզերի մեջ չեն կարող մտնել, եթե Աստված չկամենա։ Կարևորն այստեղ մարդուն պաշտպանելն է, Աստծո նախախնամությունը։ Ստացվում է, որ Աստված բուժում է, փրկում է դիվահարներին ի հեճուկս իրենց կամքի, դա միայն մասամբ է ճիշտ։ Աստված ոչ մեկի կամքի վրա չի բռնանում։ Նա կարող է ազատել մարդուն իրեն ստրկացրած ինչ-որ ուրիշ կամքից։ Իսկ ազատագրվելուց հետո մենք կարող ենք վարվել ինչպես որ ուզում ենք։ Ընտրությունը մերն է։